Ձեր անուն ազգանունը, աշխատանքի վայրը։ Ես Հասմիկ Սայեդյանն եմ։ Ժեստային մականունս է։ Շուտով կլրանա 6 տարին, որ աշխատում եմ այստեղ։ Ինչ կարծրատիպերի եք դուք հանդիպել առօրյայում և ինչպես եք դրանք հաղթահարել։ 2019 թվականի մայիսի 23-ին ընդունվել եմ աշխատանքի։ Այդ ժամանակ տնօրենը եղել է Գրիգորը։ Նա մտածում էր, որ խուլ եմ, կասկածում էր, ինձ աշխատանքի ընդունի, թե ոչ։ Մեկ օր կանչեցին փորձաշրջան հասկանալու, թե ինչ պետք է անեմ։ Իմ ղեկավարը Անին էր։ Նա ասաց. «Դու մի մտածիր, ուժեղ և համարձակ եղիր, պետք է ուշադիր լինես, որպեսզի այցելուները ձեռք չտան նմուշներին»։ Հարցրեցի. «Ես չեմ կարողանում խոսել, ինչպես բացատրել չի կարելի»։ Նա ասաց. «Ձեռքով ցույց կտաք, որ չի կարելի»։ Առաջին օրը փորձեցի, մի փոքր անհանգիստ էի։ Այցելուները գալիս էին, փորձում էին կպնել նմուշներին։ Ժեստերով բացատրեցի չի կարելի և նրանք հասկացան։ Հեշտ էր ինձ համար, մեկ օր փորձեցի և լավ ստացվեց, կարողացա անցնել աշխատանքի։ Արդյոք աշխատավայրում դժվար է շփվել գործընկերների և այցելուների հետ։ Արդյոք ձեր էքսկուրսավար աշխատելը նպաստել է խուլերի այցելությունների շատացման վրա։ Սկզբում խուլերը դեռ չէին այցելում, լսողներն էին այցելում։ Լսողները ինձ դիմեցին, ես բացատրեցի, որ չեմ լսում։ Ասացին լավ, իսկ մյուսները ձեռքերով հարցրեցին, պետքարանը որտեղ է։ Հասկացա, ժեստով ցույց տվեցի դեպի ներքև։ Այդ ժամանակ հասկացա, որ խնդիր չկա ինձ համար։ Եթե ես խուլ եմ, դա դեռ չի նշանակում, որ խնդիր կա։ 2019 թվականին առաջին անգամ իրանցի 2 տղաներ այցելեցին։ Ես նկատեցի, որ խուլեր են։ Ինքս մոտեցա, դիմեցի՝ դուք խուլ եք։ Պատասխանեցին՝ այո։ Ասացի՝ ես նույնպես խուլ եմ։ Շատ ուրախացան։ Ես ուզում էի օգնել և սկսեցի կարճ պատմել։ Նրանք հասկացան և շնորհակալություն հայտնեցին։ Եթե ես ժեստերով չբացատրեի, նրանք չէին հասկանալու։ Ես մտածեցի ու որոշում կայացրեցի, որ աշխատեմ որպես գիդ խուլերի համար։ Խնդրեցի գիդերին, որ մի քիչ ներկայացնեմ պատմության մասին։ Ինձ օգնեցին, գրքեր կարդացի, մասնակցեցի և տեսա գիդերի աշխատանքը, որպեսզի կարողանայի պատմել խուլերին։ Ես հարգում եմ խուլերին, քանի որ ինքս խուլ եմ և ուզում եմ, որ նրանք իմանան հին դարերի պատմության մասին։ Կարևորում եք այս ոլորտում լսողության խանգարում ունեցող անձանց ներուժը և արդյոք նրանք կարող են դառնալ լավ էքսկուրսավարներ խուլ այցելուների համար։ Այո, կարող են։ Իմ կարծիքով խուլերը տարբեր են։ Մեկի համար կարող է դժվար լինել, իսկ մյուսի համար հեշտ։ Բայց վստահ եմ, որ կարող են։